Ողջույն սիրելի սովորողներ, շարունակում ենք բայական անդամի լրացումներ թեմաների շարքը։ Դուք արդեն գիտեք, որ բայական անդամի լրացումները լինում են խնդիրներ և պարագաներ, և եթե խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապված առարկաներ, ապա պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապված հանգամանքներ, իսկ խնդիրները լինում են ուղիղ, այսինքն գործողության հետ ուղղակիորեն կապված առարկաներ և անուղղակի, գործողության հետ անուղղակիորեն կապված առարկաներ։ Փորձենք վերհիշել։ Փոքրիկ իշխանը ջրում էր իր սքանչելի ծաղիկը։ Ունենք ներգործական կառույց։ Ենթական փոքրիկ իշխանը ջրում էր ինչը, ծաղիկը։ Ծաղիկը ուղիղ խնդիր է։ Շրջենք կառույցը ներգործականից վերածելով կրավորականի։ Սքանչելի ծաղիկը ջրվում է փոքրիկ իշխանի կողմից։ Ծաղիկը լրացումը դարձել է ենթակա։ Ջրում էր ներգործական սեռի բայը դարձել է կրավորական սեռի բայ։ Փոքրիկ իշխանը ենթական դարձել է փոքրիկ իշխանի կողմից լրացում, որը ներգործող անուղղակի խնդիր է։ Կամ ես նկարեցի վիշապոց ներսի և դրսի կողմից։ Ես ենթական ներգործում է վիշապոց ուղիղ խնդրի վրա։ Նորից ունենք ներգործական կառույց, որտեղ վիշապոց բառը ուղիղ խնդիր է։ Մեկ այլ օրինակ։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը ուրիշ մոլորակների մասին կիսաբերյան ասած նրա խոստովանությունից։ Հետաքրքրությունը ենթակա բորբոքվեց կրավորական սեռի բայ, բորբոքվեց ինչից, խոստովանությունից, դարձել է ներգործող անուղղակի խնդիր։ Մյուս անուղղակի խնդիրների մասին կխոսենք ստորև։ Կարծում եմ նկատեցիք մեր բարի հյուրին, փոքրիկ իշխանին, Սենտ-Էքզյուպերիի համանուն վիպակից։ Այս թեման բացատրելիս նա անընդհատ կժպտա մեզ այս էջերից։ Հանգման անուղղակի խնդիր։ Հանգման անուղղակի խնդիրը ցույց է տալիս առարկա, որին հանգում է գործողությունը։ Հանգման անուղղակի խնդիրը պատասխանում է ում, ինչին, ինչերին, հարցերին։ Օրինակ, փոքրիկ իշխանը մոտեցավ ջրհորին։ Փոքրիկ իշխանը մոտեցավ ինչին, ջրհորին։ Դարձել է հանգման անուղղակի խնդիր։ Կամ ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը։ Ես կնվիրեմ ում տղային, դարձել է հանգման անուղղակի խնդիր։ Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն, խոսքերը խանգարում են ինչին, նորից տալիս ենք հանգման անուղղակի խնդրի հարցը։ Հասկանալուն բառը դարձել է հանգման անուղղակի խնդիր։ Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով։ Օրինակ, գիշերները ես նայում եմ երկնքին, սիրում եմ լսել աստղերին։ Նայում եմ ինչին, երկնքին, սիրում եմ լսել ինչերին, աստղերին։ Կարող է ձևավորվել նաև սեռական հոլովի և վրա կապի կապակցությամբ։ Օրինակ, հսկա վիշապոցի նկարը սովորական գլխարկի տպավորություն էր թողել մեծահասակների վրա։ Ում վրա հանգման անուղղակի խնդրի հարցին պատասխանում է մեծահասակների վրա կապակցությունը, որը ձևավորվել է մեծահասակների սեռական հոլովաձևով և վրա կապի համադրությամբ։ Հանգման անուղղակի խնդիրը կարող է ձևավորվել նաև սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ։ Օրինակ,
Երբ աստղագետը հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, բոլորը նրա հետ համաձայնեցին։ Համաձայնեցին ում հետ, նրա հետ։ Կարող է ձևավորվել նաև սեռական հոլովի և նկատմամբ կամ հանդեպ կապի կապակցությամբ։ Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն։ Ում նկատմամբ, մեծահասակների նկատմամբ և նրա հետ կապակցությունները հանգման անուղղակի խնդիրներ են։ Հանգման անուղղակի խնդիր են պահանջում դնել, հանդիպել, մոտենալ, նայել, տալ, հաղորդել, փոխանցել և նման այլ բայեր, ինչպես արդեն նշեցինք բերված օրինակներում։ Փոքրիկ իշխանը դեռ երբեք չէր հանդիպել մարդկանց։ Չէր հանդիպել ում մարդկանց։ Հանգման անուղղակի խնդիր է պահանջել հանդիպել բայը։ Սակայն շփոթեցնում է այն հանգամանքը, որ ում հարցին պատասխանում է նաև հատկացուցիչը և ուղիղ խնդիրը։ Ես անչափ սիրեցի իմ բարի փոքրիկ իշխանին։ Դու պատասխանատու ես քո վարդի համար։ Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին։ Այս նախադասություններում կան հատկացուցիչ, ուղիղ խնդիր և հանգման անուղղակի խնդիր։ Երեքն էլ պատասխանում են ում հարցին։ Փորձենք ճշտել։ Առաջին նախադասության մեջ սիրեցի ներգործական սեռի բայը պահանջել է ուղիղ խնդիր լրացում։ Սիրեցի ում փոքրիկ իշխանին։ Ես ենթական ներգործում է ուղիղ խնդիր լրացման վրա։ Երկրորդ նախադասության մեջ քո լրացումը դրված է վարդի բառի մոտ։ Վարդ բառը նրա լրացյալն է։ Մենք գիտենք, որ ում հարցին պատասխանող բառի լրացյալը գոյական լինելու դեպքում ում հարցին պատասխանող բառը հատկացուցիչ է։ Ում վարդը, քո վարդը, քո բառը հատկացուցիչ է։ Երրորդ նախադասության մեջ տվել ես ամբողջ հոգին ում, նրան։ Տալիս ենք հանգման անուղղակի խնդրի հարցը։ Նրան բառը դարձել է հանգման անուղղակի խնդիր։ Անջատման անուղղակի խնդիր։ Անջատման անուղղակի խնդիրը ցույց է տալիս առարկա, որից անջատվում, առանձնանում է մի բան։ Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումից, ինչից, ինչերից հարցերին։ Օրինակ, նա մի օր խռովեց ու հեռացավ իր ծաղկից։ Հեռացավ ինչից, ծաղկից։ Անջատման խնդիր են պահանջում անջատել, հեռանալ, պոկել, զատել և նման այլ բայեր։ Օրինակ, արդեն 6 տարի է անցել այն օրվանից, ինչ նա և իմ գառնուկը հեռացել են ինձանից։ Հեռացել են ումից, ինձանից։ Ինձանից բառը դարձել է անջատման անուղղակի խնդիր։ Վերաբերության անուղղակի խնդիր։ Այն ցույց է տալիս առարկա, որի մասին խոսվում է։ Վերաբերության անուղղակի խնդիրը պատասխանում է ում մասին, ինչի մասին, ումից, ինչից հարցերին։ Օրինակ, դու ոսկե մազեր ունես, ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին, և ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը։ Կհիշեցնի ում մասին, տալիս ենք վերաբերության անուղղակի խնդրի հարցը և պատասխանում քո մասին։ Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով։ Օրինակ, նա անդադար խոսում էր բաոբաբներից,
որոնք մեծ վտանգ են սպառնում, խոսում էր ինչից, բաոբաբներից, դարձել է վերաբերության անուղղակի խնդիր։ Վերաբերության անուղղակի խնդիրը արտահայտվում է սեռական հոլովի և մասին վերաբերմամբ կապերի կապակցությամբ։ Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ինչ-որ բան եմ հիշում իմ փոքրիկ բարեկամի մասին։ Հիշում եմ ում մասին, բարեկամի մասին։ Աստղագետն իր սքանչելի հայտնագործության վերաբերյալ խոսեց Աստղագետների միջազգային կոնգրեսում։ Խոսեց ինչի վերաբերյալ, հայտնագործության վերաբերյալ։ Մեծահասակները երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Չեն հարցնում ինչի մասին, ամենագլխավորի մասին։ Հայտնագործության վերաբերյալ և ամենագլխավորի մասին արտահայտությունները վերաբերության անուղղակի խնդիրներ են։ Վերաբերության անուղղակի խնդիր պահանջում են խոսել, ասել, մտածել, հիշել, խորհել, պատմել և այլ ասացական վայեր։ Ասացական են այն վայերը, որոնք անվանում են խոսելու գործողությունը։ Փոքրիկ իշխանը խորհում էր մարդկանց մասին, որ իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում։ Մարդկանց մասին վերաբերության անուղղակի խնդիր է պահանջել, խորհում էր ասացական վայրը։ Միջոցի անուղղակի խնդիր։ Այն ցույց է տալիս առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Պատասխանում է ումով, ինչով, ինչերով, ում միջոցով հարցերին։ Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով, օրինակ։ Քամուց պաշտպանվելու համար ես իմ վարդին շիրմայով էի առանձնացնում։ Առանձնացնում էի ինչով կամ ինչի միջոցով, շիրմայով։ Կամ թագավորը հոյակապ պատմուճանով ծածկել էր ամբողջ մոլորակը։ Թագավորը մոլորակը ծածկել էր ինչով կամ ինչի միջոցով, պատմուճանով։ Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում, երբ նա ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով։ Գրում են մատիտով, գրում են թանաքով։ Մատիտով, թանաքով, պատմուճանով բառերը միջոցի անուղղակի խնդիրներ են։ Միջոցի անուղղակի խնդիր կարող է արտահայտվել նաև սեռական հոլովի և միջոցով կապական բառի կապակցությամբ, օրինակ։ Երբ երկիրը չէր լուսավորվում էլեկտրականության միջոցով, լապտեր վառողների մի ամբողջ բանակ էին պահում։ Չէր լուսավորվում երկիրը ինչի միջոցով, էլեկտրականության միջոցով։ Դարձել է միջոցի անուղղակի խնդիր։ Փորձենք ճշտել, թե բայական անդամի ինչ լրացում է ընդգծված բառը։ Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի։ Սրտանց խոսեի ում հետ, տալիս ենք հանգման անուղղակի խնդրի հարցը։ Խոսեի հետը։ Ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ծիծաղում են համարների ու թվերի վրա։ Ծիծաղում են ինչի վրա, նորից տալիս ենք հանգման անուղղակի խնդրի հարցը, պատասխանում համարների ու թվերի վրա։ Քո բոլոր բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում։ Նայում ես ինչին, երկնքին։ Նորից ունենք հանգման անուղղակի խնդիր։ Նա մտածում էր իր վարդի մասին, որն ասում էր, թե իր նմանը ամբողջ տիեզերքում չկա։ Նա մտածում էր ինչի մասին, վարդի մասին, դարձել է վերաբերության անուղղակի խնդիր։ Ինձ համար միայն նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ, այդ նրան, ոչ թե ձեզ էի ամեն օր ջրում, այդ նրան, ոչ թե ձեզ էի ապակիով ծածկում։ Ծածկում էի ինչով կամ ինչի միջոցով, ապակիով, դարձել է միջոցի անուղղակի խնդիր։
Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը։ Հավիտյանս պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։ Ճշմարտությունը ուղիղ խնդիր է։ Սիրելի սովորողներ, կարծում եմ, դուք այսուհետ ավելի ճիշտ և գրագետ կկառուցեք ձեր սեփական խոսքը։ Ընթերցեք փոքրիկ իշխանը վիպակը և մի մոռացեք նրա պարզ և իմաստուն խոսքերը։